օրինակ այսօր ասում եմ, որ այսօր հայ կինը անելիք ունի երեխա դաստիարակել կրթել, որտեղ իրավիճակն այնպեսին է, որ ամեն դեպքում ինչ որ այսօրվա քաղաքացին ինչ որ ուրիշ գծեր պետք է ունենա, որ կարողանա ապրել այս ամենի մեջ եւ հպարտ դուրս գալ եւ գնալ առաջ։ Ձեր կարծիքով այդ տարանջատումը ձեզ համար ընդունելի է եւ արդյոք այդ բեռը շատ մեծ չէ, որ դրվում է հաճախ կնոջ վրա։ Կնոջ դերը միանշանակ շատ մեծ է, որովհետև հենց կինն է կարծես իր ընտանիքում կրթում երեխային, դաստիարակում, սեր փոխանցում, եւ հետո այդ երեխան տանից դուրս գալիս դու արդեն տեսնում ես սիրել են արդյոք այս երեխային, ինչ որ բան տվել են, թե չեն տվել։ Դա անմիջապես նկատելի է դառնում եւ եթե ընտանիքում կինը խելացի է, ունի սիրելու ունակություն, որովհետև շատ դեպքերում մարդիկ չգիտակցելով նույնիսկ իրենք պարզապես ունակ չեն սիրելու եւ դա գուցե խնդիր է միտեղ քողարկված։ Չեմ ուզում այսպես ասել, որ դա ինչ որ պրիմիտիվիզմ կամ մարդը տգետ է, չէ, պարզապես գուցե ինչ որ խնդիրներ կան, որ մարդուն թվում է թե ինքը սիրում է, բայց ընդհակառակը ավելի շատ վնասում է։ Կարծում եմ, որ սերը արվեստ է ինչ որ ֆրոմներ ասում, Էրիկ Ֆրոմը սիրելու արվեստը մենք մի ամբողջ կյանք ենք ապրում եւ հարց է սովորում ենք իսկապես սիրել, թե ոչ։ Դրա համար այս պարագայում կարծում եմ կնոջ դերը միանշանակ շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ մի քիչ հիմա կնոջից շատ են պահանջում, որ կինը լինի խնամված, լինի իդեալական կին, շատ հաջողությունների հասած լինի, մի քիչ դա կարծում եմ կնոջը կարող է վնասել, որովհետև կինը նաև պետք է ժամանակ ունենա ինքը իր հետ անցկացնելու